Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա։ Երեք այս ամբիոնից ես մի շարք հարցեր բարձրացրեցի, ի թիվս որոնց ամենակարևորը թերևս հետևյալն էր, եւ այդ հարցը ուղղված էր բոլոր մեր ընդդիմադիր պատգամավորներին, հարցը հետևյալն էր, թե արդյոք դուք ձեզ համար ընդհանրապես Կտրիչ Ներսիսյանի ուխտազանցության հարցը կարևոր է, թե կարևոր չէ, այդ հարցից հետո հետևեցին տասնյակից ավել ընդդիմադիր պատգամավորների ելույթներ, այդ հարցին պատասխան այդպես է չստացանք եւ թերևս այսուհետ էլ ակնկալ էր, որ այդ հարցին անդրադարձ կլինի անիմաստ է, հետեւաբար պարոն Հովհաննիսյան անհույս է այդ հարցին պատասխաններ մենք չենք ստանալու այստեղից եւ ժամանակը օգտագործելով ուզում եմ անդրադառնալ մի քանի հնչած մտքերի, երբ պարոն Մամիջանյանը եւ մեր այլ ընդդիմադիրներ մեզ մեղադրում են սեփական կետից սկսելու մեջ եւ դրանով իսկ պատերազմ բերելու մեջ մեր ժողովրդի գլխին, ես ուզում եմ մի բան հիշեցնել եւ այս տրամաբանական կապը թերևս մինչ օրս չի հնչել։ Երբ Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարում էր, որ բանակցությունները փակուղու մեջ են, ես ուզում եմ հասկանալ մեր գործընկերները ընդհանրապես փակուղի բառի սահմանմանը ծանոթ են, թե չէ։ Եթե փակուղու մեջ է, դա նշանակում է շարունակելու հնարավորություն այդ կետից չկա, տրամաբանորեն պետք է սկսել նոր կետից, ես կարծում եմ, սա տրամաբանական ուրեմն հետևություն է, որը մեր գործընկերները հետևողականորեն չեն կարողանում անել եւ վերջինը հարգելի գործընկերներ, ես նաեւ երկրորդում եմ պարոն Գեղամ Նազարյանի միտքը դադարեք ասել, որ հայրենիք է հանձնվել 4000 մեր տղաներ զոհվել են այդ պատերազմի ժամանակ, իրենց կյանքն են տվել դրա համար եւ հանձնել բառը այստեղ մեղմ ասած տեղին չէ, դրանով դուք վիրավորում եք եւ արժեզրկում եք այդ զոհությունները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։